Հայաստանը հետաքրքրված է հնդկական Փրալայ մարտավարական բալիստիկ հրթիռներով, գրում է հնդկական IDRW-ն։ Հրապարակման համաձայն Երևանը քննարկում է այս դասի համակարգերի ձեռքբերման հնարավորությունը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կիրառվող ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցները և 2020 թվականի պատերազմի ընթացքում ստացած փորձը։ Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանը շահագործում է իսրայելական Բարակ շարքի զինահրթիռային համակարգեր, իսկ Երևանը այդ շերտային պաշտպանությունը հաղթահարելու նպատակով դիտարկում է Փրալայ տարբերակը, որպես ավելի դժվար որսացվող հրթիռային լուծում։ Հրապարակումներում Փրալայը բնութագրվում է որպես կիսաբալիստիկ տրամաբանության մարտավարական երկիր-երկիր հրթիռ, որի կարևոր առանձնահատկություններից մեկն է թռիչքի ընթացքում, հատկապես վերջնահատվածում, մանևրելու և ուղղությունը փոխելու հնարավորությունը։ Այդ մանևրայնությունը տեսականորեն բարդացնում է խոսման հաշվարկները, նվազեցնելով հակահրթիռային համակարգերի արձագանքման ժամանակային պատուհանը և թուլացնելով թիրախի հետագիծը կանխատեսելու հնարավորությունը։ Մանևրելու և թռիչքի ուղղությունը փոխելու ունակությունը Փրալային որսալու համար չափազանց բարդ թիրախ է դարձնում նույնիսկ այնպիսի ժամանակակից համակարգերի համար, ինչպիսիք են Բարակ 8-ը կամ C-300-ը։ Հնարավոր գործարքի դեպքում Հայաստանը կարող է դառնալ Փրալայ համակարգի առաջին արտասահմանյան գնորդը։ Նույն աղբյուրն ուշադրություն է հրավիրում նաև Հայաստան-Հնդկաստան պաշտպանական կապերի, նշելով, որ վերջին տարիներին արդեն իսկ կնքվել են մի շարք գործարքներ տարբեր զինատեսակների և ՀՕՊ համակարգերի ուղղությամբ, ինչն էլ հիմք է ստեղծել ավելի խոր քննարկումների համար։ Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Հայաստան էր այցելել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չաուհանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել էր, որ այցը կարող է նորազդակ հաղորդել հայ-հնդկական հարաբերությունների շարունակական զարգացմանը, ընդգծելով երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ընթացող ակտիվ երկխոսությունը։ Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում գեներալ Չաուհանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հայտնել էր պատասխանատվություն շարունակելու գործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրեր, քննարկելով նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։